Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում իրադարձությունները մտնում են ամենամութ ու ամենացավոտ փուլերից մեկը, այնինչ դեռ վերջերս թվում էր պարզապես բարդ ընտանեկան հակամարտություն, հիմա վերածվում է անթաքույց պատերազմի, որտեղ յուրաքանչյուր քայլը կարող է ճակատագրական լինել։ Վարուի ողբերգական մահը շոկի մեջ է գցում բոլորին, նրան գտնում են խցում կախված, բայց քիչ մարդ է հավատում, որ սա պարզապես ինքնավնասում է։ Հայկի համար սա ոչ միայն ընկերոջ կորուստ է, այլ նաև ծանր մեղքի զգացում։ Վարոն հենց իր պատճառով էր հայտնվել բանտում, նրան փրկելու համար։ Այդ կորստից հետո Հայկը կոտրված է, վտանգավոր չափով փակված իր մեջ և հենց այս պահին է, որ նրա կյանքը դառնում է ամենախոցելին։ Աբոն արդեն ունի լուրջ կասկածներ, որ Վարոյի մահը պատահական չէր, նրա մտքում առաջին հերթին Սաքոյի անունն է շրջանառվում։ Աբոն կարծում է, որ Սաքոն կարող էր գնալ այդ քայլին Հայկին ամենացավոտ կետով հարվածելու համար։ Վարոն Հայկի թույլ կողմն էր, նրա խիղճը, նրա անցյալի հիշեցումը, բայց որքան էլ Սաքոն կարող է դաժան լինել, այս պատմության մեջ ավելի սառնասիրտ ու վտանգավոր ֆիգուր կա։ Ամեն ինչ ավելի շատ մատնանշում է Արմոյին, նա է, ով հյուսում է սադրանքները, նա է, ով գիտի ում որտեղ ցավեցնել։ Արմոն գործում է ոչ թե ուժով, այլ բառերով, հոգեբանական ճնշմամբ, նրա յուրաքանչյուր խոսքը դանակի պես խրվում է Նարեի հոգու մեջ։ Նա քայլ առ քայլ քանդում է Նարեին, ներսից ստիպելով նրան հավատալ, որ իր գոյությունն իսկ վտանգ է Հայկի համար։ Նարեն արդեն հասկանում է ամենադաժան ճշմարտությունը, որքան էլ սիրում է Հայկին, նրա մոտ վերադառնալ այլևս չի կարող, ոչ որովհետև սերը մարել է, այլ որովհետև այդ սերը կարող է սպանել։ Հայկի կյանքը վտանգի տակ է և Նարեն դա զգում է ամեն վայրկյան։ Արմոյի խոսքերը, Սաքոյի լռությունը, Լալայի կիսած ճշմարտությունները, բոլորը մի կետում են հավաքվում, ցույց տալով, որ Հայկը շրջապատված է թակարդներով։ Հայկը մնում է մենակ, կոտրված, զայրացած, անտեղյակ, թե որքան մոտ է վտանգը, նա դեռ չի հասկանում, որ իր շուրջը տեղի ունեցողը պարզապես պատահական իրադարձությունների շղթա չէ, այլ ծրագրավորված խաղ, որտեղ մարդկային կյանքը մանրադրամի արժեք ունի։ Հարսնաձորի լեգենդն այս փուլում այլևս սիրո պատմություն չէ միայն, սա պատմություն է ընտրությունների, զոհաբերության և այն ծանր գնի մասին, որը մարդիկ վճարում են ճշմարտությանը մոտենալու համար։ Ամեն սերիա ավելի է խտացնում մթնոլորտը և հեռուստադիտողը զգում է ամենավտանգավոր բացահայտումները դեռ առջևում են, իսկ մինչ տեղի կունենան այդ վտանգավոր բացահայտումները, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենադիտարժան ու ինտրիգային սերիաները դեռ առջևում են։ Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալն այս պահին համարվում է ամենառեյթինգային նախագծերից մեկը հայկական սերիալ արտադրության ոլորտում։ Ոչ միայն հեռուստասերիալի սցենարն է ստացված, այլ նաև հեռուստասերիալում նկարահանվող դերասանները սիրված են հեռուստադիտողների կողմից։ Յուրաքանչյուր օր հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հեռուստասերիալի հաջորդ սերիաներին։ Հեռուստադիտողների համար տարօրինակ է Լալայի լռությունը։ Իհարկե, հեռուստադիտողները հասկանում են, որ Լալան այս պահին այլ ելք չունի, քան լռել, քանի որ Աբոն խոստացել է այդ լռության դիմաց նրա մոտ վերադարձնել որդուն։ Բայց ո՞րն է Աբոյի նպատակը, Աբոն ինչու է լռում, ինչ կա այս ամենի հետևում թաքնված։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են այս բացահայտումներին։ Նարեն շատ լավ հասկանում է, որ Հայկի մոտ վերադարձն այլևս իմաստ չունի։ Արմոն ամեն ինչ արեց, որ Նարեն վախենա։ Նարին վախենում է ամեն ինչից, Հայկի, Միքոյի կյանքից, հասկանում է, որ ամեն ինչ գլխիվայր շրջվում է։ Նա այլևս Հայկի մոտ վերադառնալու իմաստ չի տեսնելու ու վերադառնալու է տուն, բայց նրան բաց ձեռքերով չեն ընդունելու տանը, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ նա Հայկի մոտ է եղել։ Ինչ զարգացումներ են լինելու այդ ամենից հետո, ինչպես է Հայկը վերաբերվելու Նարեին, երբ հասկանա, որ Նարեն իրենից հեռացել է։ Իհարկե, դրանից հետո նաև բացահայտվելու է, թե ով է իրականում սպանել Հայկի հորը։ Հայկը Նարեին խոսակցության ընթացքում շատ լավ հասկացրեց, որ նա երբեք Արփիի հետ չէր լինի, եթե իմանար, որ Քաջիկն է սպանել իր հորը։
Բնականաբար Նարեն շատ լավ հասկանում է, որ այդ խոսքերը ավելի շատ ուղղված են ոչ թե Արփին, այլ հենց իրեն, քանի որ Աշոտի սպանության միակ մեղավորը հենց Նարեի հայրն է Սաքոն։ Եվ Նարեն հասկանում է, որ այս գաղտնիքը երկար թաքցնել չի կարելի և օրերից մի օր այն բացահայտվելու է, իսկ բացահայտումից հետո Հայկը նրա կողքին այլևս անելիք չի ունենալու։ Իհարկե դրանից հետո էլ ավելի հետաքրքիր զարգացումներ են լինելու, ամեն ինչ գլխիվայր շրջվելու է և հետաքրքիր բացահայտումները դեռ առջևում են։ Միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ չմոռանաք անպայման գրել, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Մենք սպասում ենք ձեր կարծիքներին ու ձեզ համար պատրաստում շատ հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներով լի տեսանյութեր։